Պարվի ուլերը գալիս են գարնանը, պարավը միշտ իր ուլերին բերում է գարնանը։ Ինչ է դա, պարավի ուլերը կան, թե չկան, դա ամիջական կապ ունի եղանակային կանխատեսման հետ, թե ոչ։ Տեսեք, դա գալիս է մեր կլիմական գոտու առանձնահատկությունից, այսինքն ինչ է տեղի ունենում, եթե գիտականորեն բացատրենք։ Մենք գտնվում ենք մերձարևադարձային կլիմական գոտում, որտեղ մարտի վերջին եւ ապրիլի սկզբին տեղի ունենում օդային հոսանքների արտիկական եւ արևադարձային օդային հոսանքների ինտենսիվ տեղափոխություն, այսինքն արևադարձային օդը բարձրանում է դեպի հյուսիս, արտիկական օդը իջնում է դեպի հարավ եւ այդ ժամանակահատվածում, այդ պերիոդում այդ երկու օդային զանգվածները մեր աշխարհագրական լայնություններում, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում բախվում են իրար, առաջացնելով մթնոլորտային ճակատ։ Ինչ է տեղի ունենում բախման արդյունքում։ Բախման արդյունքում տաք օդը նահանջում է, արտիկական օդը ներխուժում, դիտվում են ինտենսիվ ձյան տեսքով տեղումներ, քամուշ գնացում, ջերմաստիճանի կտրուկ անկում, այսինքն եթե այսօր 25 աստիճան է, վաղը կարող է լինել 0 եւ ձյան տեսքով տեղումներ եւ մենք ունեցել ենք շատ նման դեպքեր։ Եվ ըստ ժողովրդական լեգենդի, այդ տաք օրերին պարավը իր ուլերի հետ գնում է դաշտ, խափնվելով արևին։ Եւ ձունը մրիկը սկսվում է, ուլերը սատկում են, չգիտեմ, պարավը մահանում է, թե մնում է, դա տեղյակ չեմ, ամեն դեպքում ուլերը սատկում են, ուլերը սատկում են եւ մեր ժողովուրդը, ահա տարվա այդ ժամանակահատվածը մարտի վերջ, ապրիլի սկիզբ կոչել է պարավի կամ պարվի ուլեր։